Սիրելի հայրենակիցներ, երբ ձեզ ասում եմ, որ ընդդիմադիր ուժ ուզում է գա ու պատերազմ հրահրի, խնդրում եմ, մի հատ տրամաբանությունը պատկերացրեք, էլի, այսինքն մեկը կա ընդդիմադիրներից, ասում են աթոռակռիվ են անում, աթոռակռիվ անում, ուզում է գա իշխանության ու պատերազմ լինի կորցնի այդ իշխանությունը, այսինքն ո՞նց տենց բան կարա լինի, էլի, որ մի ուժը կարա այս վիճակում էնել, ուզենա որ գա իշխանության ու պատերազմ լինի, բայց ինչ ենք պայքարում իշխանություն իրավիճակ փոխելու համար, մեկը ինձ կարող է բացատրել ՔՊ-ականներ, հայրենիքի հարցում ո՞նց է կարելի սխալվել, կարելի է սխալվել հաշվարկների հարցում, մայկայի հարցում, ինչ է նշանակում, դուք մի բանի ասել եք հայրենիք, հիմա ասում ենք դուք ասել եք, որ դա ձեր հայրենիքն է, ասում եք սխալվել ենք, հայրենիքի հարցում ո՞նց կարելի է սխալվել, Ժողովուրդ ջան, հայրենիքի հարցում սխալվողներին ո՞նց կարելի է վստահել, այս մարդիկ եթե հայրենիքի հարցում են սխալվում, ինչ հարցում էլ չեն սխալվի, Ժողովուրդ ջան, ո՞րն է ձեր երաշխիքը, որ 6 ամիս հետո չեն գալու ստեղ կանգնեն ու ասեն, այն ինչ որ հիմա ենք ասում, սխալվել ենք, սխալ ենք հաշվարկել, իրավիճակ է փոխվել, հիմա, ասում է, Ժողովուրդ ջան, ձեր առջև ընտրություն չկա Ղարաբաղյան շարժումը շարունակել թե չշարունակելու, ձեր առջև ընտրություն չկա խաղաղություն թե պատերազմի, Ղարաբաղյան շարժումը այն բովանդակությամբ, որը 88-ին սկսվել է, այս մարդիկ ավարտել են Ալիևի ուզածով։ Ձեր առջև ընտրություն կա եղածը պահելու, ուժեղանալու կամ եղածն էլ կորցնելու Եվ մեր իրավունքները պաշտպանելու, ձեր առջև գիտեք ինչ ընտրություն կա, ես օրինակ չեմ հասկանում, ասում եմ Արցախահայերի վերադարձի իրավունքի հարցը փակ է, ով կարա փակի, մի հատ կարաք բացատրեք, ես կարամ փակեմ, ստեղից մեկը իրավունք ունի փակելու, բացելու տենց հարցեր, 100,000-ից ավել մարդ կա, ապրում է Հայաստանում, ասում է ես իմ տուն եմ ուզում գնամ, հիմա ես ուզում եմ տեսնել այդ մեկին, որը կարա գնա այդ մարդու առաջ կանգնի, ասի չես կարա դու քո տուն գնաս, չպիտի դու քո տուն գնաս 150,000-ից ավել մարդ կա, ասում է իմ հայրենիքն է Արցախը։ Ես ուզում եմ տեսնել այդ մեկին, որ կարա որոշի ինչ-որ մեկի փոխարեն, ինչն է հայրենիք, ինչը չէ։ Միլիոնավոր մարդիկ կան աշխարհում, հայեր, ասում են Արարատ իմ ինքնության հիմքն է։ Հիմա ԿՊ-ն ասում է այդ հայերը պատերազմ են հրահրում, տարածքային պահանջներ ունեն։ Ես ուզում եմ տեսնել, էլի, այսինքն ով որ մեր 5000-ամյա մշակույթին, ինքնության հիմքերին բան անում, ԿՊ-ն որոշում է։ Պատերազմը հրահրում թե չէ,